ասում Վազգեն Սարգսյանը եւ այսօր գոնե մեր հայրենիքը կամ բանակը մի քիչ մոտ է նրա երազանքներին։ Գիտեք, Վազգենը այնպիսի հայրենիք ու այնպիսի բանակ էր երազում, ինչին ինքը ձեռնամուխ էր եղել, ինչը ինքը իրականացում էր։ Դա հաղթական բանակն էր, պետականաշինության այսպես կենտրոնում հայտնված բանակն էր, որի շուրջը ամբողջ պետությունը համախմբվել էր, պետությանը դա էր պետք։ Վազգենը կարողանում էր անել, ինքը արեց, ինքը հաղթեց, ինքը հզոր անհատականություն էր, ինքը մտավորական էր, ինքը զինվորական էր, ինքը պետական գործիչ էր, ինքը քաղաքական գործիչ էր, մարդ էր, որը յուրաքանչյուր ազգի մեջ երևի թե 100 տարին մեկ էր լինում։ Գիտեք, ես գիտեմ այսօր շատերն են գալիս այստեղ գլուխ խոնարհում, բայց ոչ բոլորն են արժանի եւ իրավունք ունեն, որպեսզի գան այստեղ եւ գլուխ խոնարհեն։ Այն մարդիկ, որոնք անում են լրիվ հակառակը, որոնք ոչնչացրեցին Վազգենի ստեղծած բանակը, որոնք ոչնչացրեցին Վազգենի ջանքերով կազմակերպված իր կյանքի երազանքը եւ մեր բոլոր երազանքը հայրենատիրությունը, հայրենիքի մի մասի ազատագրումը, երբ նրանք դա ոչնչացրեցին, իրավունք չունեն գան այստեղ եւ երկրորդ անգամ վիրավորեն, խոցեն, սպանեն Վազգենին։ Հասկանում եք, լավ կլներ, որ իր ոգեղենությունը, իր հզորությունը, իր հայրենիքին անմնացորդ եւ ճիշտ ձևով ծառայելու այդ սկզբունքը կարողանային հետագա իշխանավորները շարունակեն։ Ցավոք սրտի դա այդպես չեղավ։ Նիկոյան, ինչ հետաքրքիր դրվագ կարող եք հիշել Վազգեն Սարգսյանի հետ կապված։ Գիտեք, ես երբ հանրապետական կուսակցության հետ արդեն մեր ջանքեր երկրապահի հետ մենք միավորում ենք, իմ հիշողությունը այսպես շփումներով կապված էր նրա հետ։ Եվ ամենակարևորը իմ մոտ հիշողությանս մեջ մնացել է, որ ինքը ասում էր, քանի որ մենք կուսակցություն էինք եւ անցած որոշակի այսպես պատրազմի ճանապարհով իրենք պատրազմի ճանապարհով անցած ասում էր, որ մենք միավորում ենք, իրենք գլուխն են կուսակցականներն ասում, որտեվ դա երկրապահը շատ հզոր է, միավորվում էր ավելի քիչ հզոր է քանակով եւ այլ եւ այնտեղ խնդիրներ կարող էին առաջին ասում իրենք մեր գլուխն են։ Այսինքն գաղափարն էր ինքը առաջ տանում, գաղափարը եւ այդ գաղափարին սպասարկել, այդ գաղափարով ապրել է։ Իսկ հանրապետականի գաղափարը դա ազգային էր, դա հայրենիքին նվիրվելու գաղափար էր, հայրենատիրության գաղափար, ինքը շատ լավ էր գիտակցում դա։ Դա է մոտ այսպես ֆիքսված մնացել։ Պարոն Նիկոյան, այսօր շատ է խոսվում խաղաղության, հաստատված խաղաղության մասին եւ այո, հանրապետականի գաղափարները ըստ էության հակասում են այսօրվա իշխանության գաղափարներին։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասում են տգետ է նա ով չի փոխվում։ Ավելի վաղ խոսում էր, որ ինքն էլ է տառապել կեղծ հայրենասիրության մոդելով եւ այսօր իրական հայրենասիրության մոդելով է առաջնորդվում։ Սրա հետ կապված ինչ կասեք։ Իր մոտ ամեն ինչն է կեղծ։ Իր մոտ կեղծ է իր անձը, իր սերը, իր ընտանիքը, իր համար հայրենիքը, ամեն ինչը իր մոտ կեղծ կատեգորիան։ Ինքը կեղծ, ինքը իզմեր չգիտի, ինքը հայրենի չգիտի, ինքը հավատք չունի, եկեղեցի չունի, հայրենասիրական դաստիարակություն ոչ մի բան ինքը չունի։ Դրա համար ինքը կարող է իր դերքերից նայել եւ ասել կեղծ են։ Հասկանում եք, որևէ հիմք ընդունել նրա ասածը եւ համարել եւ համեմատել ենել այսօրը այստեղ նրա անունը հնչեցնել, նրա մտքերը հնչեցնել, դա սրբապղծություն է։ Ես չեմ ուզում անդրադառնալ նրան։ Ինքը այն մարդկանցից է, որ ասում է իրավունք չունեն գալ այստեղ։ Եթե գալիս է Նիկոլը իր ոհմակով գալիս է այստեղ, գալիս է կեղծելու, գալիս է էլի սպանելու Վազգենին, գալիս է նրան ցավացնելու։ Դրանք խաղաղությունը ամբողջ մոլորակը գիտի մի բան, երբ դու հզոր ես, դու ունես ռազմաքաղաքական հավասարակշռություն, դա խաղաղության հարա ամենակարևոր գործոնն է։ Խաղաղ ենք մենք եղել 90-ական թվականներից այդ հաղթանակից հետո մինչև Նիկոլի գալը։ Մինչև դա մենք խաղաղ ենք եղել։ Նիկոլի գալուց 3 պատերազմ ենք ստացել։ Խաղաղության մասին բարբաջողը 3 պատերազմա բերել մեր գլխին։ 5000 հայ մարդ է ինքը գլուխ է կերել։ 5000 հայ երիտասարդ
Մի ամբողջ ծորիվ է ինքը ոչնչացրել։ Մի ամբողջ հայրենիքի, մեր երկրորդ պետության, մեր հայրենիքի ամենայն հրաշք կտորը նվիրել է մեր ճշտամերին թուրքերին, հիմա խոսում է խաղաղությունից։ Հասկանում ես, դա աբսուրդ է։ Ոնց որ աշխարհի ամենաանբարոյականը խոսի սրբություններից։ Արդյոք անդառնալի է սպարապետի գաղափարախոսության վերադարձը, որովհետև այսօր ամեն կերպ նսեմացվում է հերոսը, նսեմացվում է հայրենասիրությունը, արդյոք մենք մսխել ենք բոլոր այն մեր հաղթանակները եւ գաղափարական մտքերը, որոնք մեզ հայեր դարձնում։ Ես կարծում եմ ոչ։ Իհարկե բոլոր պատերազմներում, եթե դուք ուշադիր եք առաջին պատերազմից հետո Արցախյան, բոլոր հայրենասերները գնացին 88-90-ական թվականների այդ հաղթանակը, մենք մոտավորապես 7000 զոհ ունեցանք, ովքեր են կամավոր ովքեր են գնում բանակ եւ ովքեր են պատերազմում, դա հզոր մարդիկ են, հայ մարդիկ են, ազգային մարդիկն են, չէ՞ որ կամավոր գնաց են պատերազմել են, հաղթանակել են, զոհվել են, չէ՞, նրանց սերունդը չկա, չէ՞, քչացել այդ ազգայինը, ամբողջ այսօրվա աբսուրդը, ամբողջ այս խաժամուժը, ամբողջ այս ապազգային այս խրախճանքը, որ կա մեր շուրջը, որ կատարվում է, դա նրանից է, որ ազգային մարդկանց ժողովրդի միջի ազգային մտածելակերպ մարդկանց քանակը տեսականորեն պակասել է եւ դրանք կարող են այսօր իրենց այդպես ազատել, բայց առաջի անգամ չէ որ Հայաստանը նման իրավիճակն ունի եղել ինձ թվում է քելնեն նոր վազգեներ անպայման քելնեն անպայման կծնվեն կամ ծնվել են անպայման քելնեն վազգեները չի կարող այսպես շարունակվել, չի կարող այսպես ազգը անարժանապատիվ ապրել, բերել հասնել ու խոսել նոր ենք հասկանում, ոչ մի բան էլ չես հասկանում, Նիկոլ, դու մի բան ես հասկանում, իշխանությունը ինչպես պահել եւ տաշտակի մոտ ինչպես մնալ, ուրիշ բան դու չես կարող հասկանալ։ Եվ պարոն Նիկոյան, այսօր իշխանության որևէ ներկայացուցիչ այստեղ չի եկել։ Լուրջ եք ասում։ Նրանք ծաղկեպսակներ են։ Գիտեք, ես մեկ անգամ եւս շնորհում եմ Վազգենին, որ այսօր իշխանությունից որից մեկը չի եկել եւ չի պղծել։ Ես դրա համար այնքան ուրախ բան ես չգիտեի։ Շատ լավ բան ասեցիք, նրանց այստեղ գալը նշանակում գալ է Վազգենի հիշատակը պղծելա։ Լավա որ չեն եկել։ Իմ ընկերներ սպասում են գնանք։ Շնորհակալություն։